Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյանդապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Ներսես Կոպալյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Կոպալյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ այս պահին մեզ հետ եք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Այսօրվա թարմ լուր Մարկո Ռուբիոն, Միացյալ Նահանգների պետ քարտուղարը, նա լսումների է մասնակցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև եւ անվանել է խարիսխ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության խարիսխ է ասում նա թրիփի նախագիծը։ Ես մի փոքրիկ դրվագ ներկայացնեմ նրա խոսքից եւ այնուհետեւ խնդրեմ ձեզ մեկնաբանել։ Նա ասել է, որ իրականում դա ավելին է, քան պարզապես խարիսխ։ Մենք այժմ շատ ակտիվորեն ներգրաված ենք այս աշխատանքում, ասում է Ռուբիոն։ Մենք բառացիորեն պայմանագիր ենք ստորագրել եւ սա թույլ կտա ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել մասնավոր հատվածի ամերիկյան շահերի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, այլ տարածաշրջանի երկրների շահերի համար։ Ձեր մեկնաբանությունը թրիփի նախագծի մասին էին խոսում, ասում էին ոնց որ թե սառեցված է Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխհարաբերությունների այս թարացման այս ֆոնին կանգնած է եւ հեռանկարը պարզ չէ։ Ռուբիոն ասում է կարծես թե հակառակը։ Իհարկե հակառակն է, վերջին անգամ որ այցելեցի այդ թեման խոսացինք եւ ովքեր զբաղվում են այս աշխատանքում իր համար ակնհայտ էր եւ բավարար տեղեկություն ունենք, որ Միացյալ Նահանգների համար ամբողջ թրիփի նախագիծը իրենց համար ամենակարևոր ռազմավարական մի հանգամանքներից մեկն է, որտեղ երբ որ նայում ենք ամբողջ կարգավորման գործընթացը, որը տանելու է դեպի խաղաղության Միացյալ Նահանգների տեսանկյունից, այդ բոլորը հիմնված է այս թրիփ նախագիծի վրա։ Եվ երբ որ անցած տարի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հագագաթնաժողովը եղավ, նորից թրիփը այդ նախագիծը անկյունակարն էր ամբողջ այս ռազմավարության։ Այդ տեսանկյունից, երբ որ նայում ենք Միացյալ Նահանգները բլայն մասշտաբով հիմնվում է ամբողջ իրենց հարավային Կովկասի ռազմավարությունը այս նախագիծի վրա, արդեն պետք է ակնհայտ լինի, որ իրենք շարունակելու են այս ճանապարհը։ Երկրորդը թրիփի նախագիծը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված չի։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ խոսացել են, որ իրենց համար ամենակարևոր քայլերից մեկը այդ միջանցք ռազմավարությունն է, որը կապելի է Կենտրոնական Ազիան, Եվրոպայի հետ, եւ այս թրիփի նախագիծը շատ կարևոր մի մաս է կազմելու։ Այսինքն, երբ նայում ենք այդ տեսանկյունից, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների շահերը բխում են այս ծրագիրը իրականացվի եւ այս ծրագիրը իրականացվելու է։ Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետության շահերն են բխում, որ սա իրականացվի, որտեղ սա թույլ է տալի Հայաստան ներգրաված լինի այս լայն ծրագիրների մեջ, որ տարածաշրջանում մենք երկար ժամանակ միշտ մեկուսացված ենք եղել, դուրս ենք մնացել, եւ նույն ժամանակ թույլ է տալի, որ Հայաստանի անվտանգության եւ զսպողության կարողությունները զարգանան։ Այդ տեսանկյունից իհարկե թրիփի նախագիծը իրականացվելու է եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի տեսանկյունից, պես նամանավանդ Միացյալ Նահանգների տեսանկյունից շատ կարեւոր անկյունակարն է։ Եվ այո, երբ որ արտգործնախարար Ռուբիոն այսօր նշեց, իր այցը միայն թրիփի հետ կապված չէր։ Երբ որ նա այցելեց Հայաստան մոտավորապես 3-4 օր առաջ, 3 տարբեր փաստաթուղթեր ստորագրեցին։ Այսինքն երկու հատ ստորագրեցին, մեկը նախաստորագրեցին, մեկը համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգներ, մյուսը կապնված էր հանքերի եւ կրիտիկական միներալների հետ։ Բայց մեր համար ամենակարևորը այդ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգն էր, որը այսինքն արդեն Հայաստանին թույլ է տալու ձեռք բերի այն կարողությունները եւ հասանելի են լինելու այն բաները Միացյալ Նահանգների, որ անցյալում բացառվում էր։ Սա նկատի ունենք ռազմական կարողություններ, զինտեխնիկա եւ նույն ժամանակ ոնց որ արտգործնախարար Ռուբիոն նշեց, տեխնոլոգիայի հետ կապված բիզնեսային հարաբերություններ, այսինքն անցյալում Միացյալ Նահանգներում ընկերություններ, եթե իրենք նպատակ ունեն Հայաստանում ներդրում անեին, իրենք սահմանափակված են, որտեղ անվտանգության խնդիր կար։ Բայց այդ բոլոր խնդիրները որ լուծվել է, արդեն Հայաստանի շուկան բաց է իրանց համար։ Եվ արդեն իր տեսանկյունից Հայաստան դառնում է ոչ թե Միացյալ Նահանգների համար ռազմավարական գործընկեր, այլ Հայաստանի շուկան, մարդկային կապիտալը, ներուժը դառնում է շատ կարևոր մի հանգամանք Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում։
Համապարփակ այդ բառը ավելացվեց համագործակցության եւ փոխհարաբերությունների դա շատերը ուշադրություն դարձրեցին եթե կարելի է դա իր մեջ իսկապես նշանակալի է այդ բառի ներկայությունը իհարկե ոստե մակարդակներ գոյություն կա ռազմավարական գործընկերություն կա համապարփակ ռազմավարական գործընկերություն օրինակ եթե նայենք բանային ռազմավարական գործընկերություն որ մենք ընկեցինք անցյալ տարի հունվարի 2025 թվին այնտեղ նշած չէր, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա զենքեր առնել Միացյալ Նահանգներից, այդ ժամանակ իրավունքը չունենք։ Այնտեղ նշած չէր, որ Միացյալ Նահանգները աջակցելու են եւ ներդրումենալու Հայաստանի ներքին ռազմական եւ արտադրության կարողություններին։ Այո, այնտեղ նշած չէր Միացյալ Նահանգները աջակցելու են եւ տալու են այն կարողությունը, որ Հայաստանը կարողանա իր ինքնիշխան տարածքները եւ սահմանները հսկի։ Այդտեղ նշած չէր այն տարբեր ծրագիրները հանքերի հետ կապված եւ նույն ժամանակ այնտեղ նշած չէր, որ Միացյալ Նահանգները շարունակելու է արհեստական բանականության հետ կապված, բարձր տեխնոլոգիաների հետ կապված ավելի զարգացնի իրենց ներդրումը։ Եվ այնտեղ նշած չէր միջուկային էներգետիկայի հետ կապված այն տարբեր ծրագիրները, որ մենք արդեն ենք անում, առաջին մենք։ Այսինքն առաջին ռազմավարական գործընկերության օրակարգը հիմքներ եւ այնտեղ կարեւոր հանգամանքներ կային, կարեւոր կետեր կային, որ բացակայում էին, որովհետեւ մեր հարաբերությունը չէր հասել այդ մակարդակի, բայց ներկայիս որ արդեն հասել է այդ մակարդակի, ռազմավարական գործընկերությունից գնացինք համապարփակ, որի մեջ մտնում է այս կարեւոր անվտանգության հետ կապված եւ ռազմական խնդիրների հետ կապված այդ կետերը։ Երկրորդը շատ կարեւոր կետ կար այս համապարփակ օրակարգի մեջ, որ Միացյալ Նահանգները յուրաքանչյուր երկրին, որ զենք են ծախում, այնտեղ արտգործնախարարությունը պետք է իրավունք տա, բայց արտգործնախարարությունը որ իրավունք տա, նա պետք է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունից իրավունք ստանա։ Այդ ամբողջ գործընթացը կոչվում է foreign military sales, այսինքն արտաքին զենք ծախելու իրավունք։ Հայաստանը երբեք չի կարողացել մոտիկանա այդ իրավունքին, բայց այս համապարփակ օրակարգի մեջ շեշտված է, որ այս foreign military sales օրենքի հիմնված այդ օրենքով Հայաստան արդեն կարողանալու է գնել եւ հասանելիություն ունենա Միացյալ Նահանգների ռազմական տեխնոլոգիային։ Այսինքն այդ տեսանկյունից, եթե մենք անցյալում խոսում ենք այս հարցի շուրջ, բոլորը ասում են, որ բացառվում է Հայաստանի Միացյալ Նահանգները, այո, զենք ծախի, ՀԱՊԿ-ի անդամ է եւ այլն, բայց 4 օր առաջ բարձ եղավ, որ դա իրականություն է եւ մենք գնում ենք դեպի այդ ճանապարհը։ Շնորհակալություն հանքերի հետ կապված այդքան էլ པարզ չէ, եթե դուք ինչ-որ տեղեկություններ ավելի շատ ունեք, քան ասենք թե մենք Մի երկու բան կարող եմ կիսեմ, առաջինը որ բնականաբար Հայաստանը ունի ահագին հանքերում ռեզերվներ եւ ունենք այդ քրիտիկական միներալները, որ Միացյալ Նահանգների համար եւ միջազգային շուկայի համար կարեւոր է, բայց մենք չունենք այն տեխնոլոգիան, այն գիտությունը, որ ճիշտ եւ արտաբերձևի կարողանանք բանանենք, դա արտադրենք եւ Միացյալ Նահանգները օգնելու է աջակցելու այդ տեխնոլոգիայով եւ գիտությունով եւ այլն, այսինքն զարգացնելու ենք, մոդեռնացնելու ենք մեր կարողությունները։ Երկրորդը Միացյալ Նահանգները ունի իրենց գեոլոգիկան արբանյակները կարողություն ունեն, որ X երկրում նայեն, այո, եւ բացահայտնեն, հասկանան, որ յուրաքանչյուր երկրի բազաները ինչքան է եւ այնքան է։ Մենք ներկայիս չենք իմանում Հայաստանը ինչքան ունի։ Մենք ունենք 60 թվի այդ բանը սովետական միության ժամանակ, որ ուսումնասիրություններ արել են, մենք միայն շարժում ենք այդ դատայով, այս հասկացողության այս հուշագիրի մեջ դա էլ է շեշտված, որը շատ թանկ գործընթաց է, 100 միլիոնների հետ կապված ծրագիր է, որը Միացյալ Նահանգները թույլ է տալու Հայաստանը դրանից օգտվի։ Եվ նույն ժամանակ արդեն երբ որ այս գործընթացները սկսեն, Հայաստանը ներգրավելի է միջազգային շուկայի մեջ եւ դա թույլ է տալու մեր զարգացնենք մեր հանքի արտադրական ինդուստրին։ Նայեք, այնտեղ բնականաբար խնդիրներ կան, որով այսինքն ինչ որ վերաբերվում է Քաջարանի հանքը, այսինքն այն մեծ հանքերը, որ Քոչարյանի վարչակազմը կոպեկներով ծախեց Ռուսաստանին։ Դա ավելի քաղաքական խնդիր է, բայց եթե գնում ենք դեպի այս ճանապարհով, պետք է արդեն ակնհայտ լինի, որ այդ խնդիրն է ժամանակի հարց է, որ միջև լուծվի, բայց ներկայիս մենք ավելի զբաղվում ենք զարգացնենք մեր կարողությունները, որ Հայաստանը իսկապես կարողանա արդեն ինտեգրվի միջազգային շուկաների մեջ։ Այսինքն վերանայելու հնարավորություն եք տեսնում նույն այդ Քաջարյանի հետ կապված որ ասացիք։
Սա տանում է դեպի այդ ճանապարհը։ Սա տանում է, ինչպես կոնցեսիոն կառավարման հարցն է երկաթգծերի Հայաստանը սկսել է դիտարկել, քննարկել այդ հարցը։ Դրանք ես կասի դա առանձին տարբեր հարցեր են, որովհետև մեկը կապված է ամբողջ խաղաղության խաչմերուկի ծրագրի հետ կապված, եւ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը օգտագործում է այս արհեստական խոչընդոտները։ Այո, օգտագործում է այս արհեստական խոչընդոտները, չի իրականացնում իր պարտականությունները, որ դանդաղացնի կամ քաղաքական խնդիրներ ստեղծի։ Եվ Հայաստանի համար շատ դժվար, շատ նրբազգաստ հարց է, որ լուծում պետք է գտնենք եւ աշխատում ենք այդ լուծումին։ Բայց ես դա չի կապի հանքերի եւ քաջարանի խնդիրի հետ, բայց իմ ասածը հետեւյալն է, երբ որ Միացյալ Նահանգները պատրաստ է հուշագիր է կնքում եւ պատրաստ է Հայաստանի ներգրավի միջազգային շուկայի մեջ եւ նա համարում է մեր բնական ռեսուրսները իր եւ արևմուտքի գործընկերների համար կարեւոր եւ մեր ամենամեծ հանքը գտնվում է որտեղ որ գտնվում է, պատահական չի, որ ժամանակի հարցը որ արդեն գնանք այդ դեպի դեպի հասկանալի։ Ռուբիոյի այցից հետո, պետնախարար Ռուբիոյի այցից հետո մի երկու օր հետո Թրամփի ուրեմն ուղերձ կամ իր գրառում ուղերձ, այսպես ասենք, հայ ժողովրդին։ Այդտեղ նա իր աջակցությունը հայտնեց, անթակույց ուղիղ աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Հարց. Ինչու՞։ Արդյոք նա համարում է, որ Փաշինյանի դիրքերը թույլ են եւ իր աջակցությունը պետք է հայտներ։ Ամենացավալի հարցն է երկրորդ տարբերակը հարցի սա հետ կապված այն է, որ արդյոք եթե Փաշինյանը չանցնի, Թրամփը դրանով ուզեց ընդգծել, որ ստեղ անձնավորված է պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների Հայաստանի հետ եւ դա անձնավորված է Փաշինյանով, պայմանավորված է Փաշինյանով։ Դրա համար աջակցությունը հայտնեց, որ ասի, եթե Փաշինյանը չլինի, ապա այս ամբողջ մեր փաստաթղթային բազան ջուրն է լցվում։ Երկուսն է սխալ են։ Սա քննարկվում է շատ լայն։ Այո, երկուսն է կատեգորիկ սխալ են։ Առաջինը Թրամփը հատկություն ունի աջակցի տարբեր երկրների նախագահներին կամ տեխնացուներին, օրինակ երեք նա Կոլումբիայի ընտրություններին իր աջակցությունը ներկայացրեց, Հայաստանից առաջ նա արել էր տարբեր երկրներում, Հունգարիայում եւ այլն, այսինքն ինքը այդ հատկությունը ունի։ Սրտաբաց մարդ է։ Ինչի՞ չէ, նա տեսնեք արագ։ Բոլորին աջակցում։ Բայց Հայաստանի հետ կապված բոլորին ակնհայտ է այն հարցումները, որ իմ թիմն է անում մեթոդաբանական առումով, այն հարցը, որ IRA-ն է անում, ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրի հաղթանակի հավանականությունը ավելի բարձր է, քան թե պրոռուսական ընդդիմությանը։ Եվ Թրամփը այդքան է գիտակցելով, այսինքն իր համար ավելի ձեռատու է, որ ասի տեսեք, ես այս անձին աջակցեցի, նա հաղթեց, դրա համար ես ունեմ դիվանագիտական կապիտալ եւ Միացյալ Նահանգներ եւ իր պրեստիջը ավելի բարձրանում է։ Դա է իր տրամաբանությունը։ Բայց նայեք, ինչ որ վերաբերում է Թրիպի նախագծի հետ կապված, սա արդեն ակնհայտ է, որ սա ինստիտուցիոնալ գործընթաց է։ Եվ Միացյալ Նահանգները ոչ թե սա կապում են անձերի հետ, բայց սա շատ նորմալ տրամաբանություն է։ Եթե օրինակ ժողովրդավարական թևը Հայաստանում չհաղթի, կարևոր չի որ կուսակցությունն է, եւ պրոռուսական թևը Հայաստանում հաղթի, Միացյալ Նահանգներում արդեն պարզ է ինչ է լինելու։ Այսինքն եթե պրոռուսական թևը հաղթեց, ուրեմն Հայաստանը վերադառնում է Ռուսաստանի գոտի, բռնապետական գոտի տակ, եւ արդեն Մոսկվայի շահերն են առավել լինելու Հայաստանում։ Այդ ժամանակ բնականաբար կլինի Թրիպի նախագիծը, կլինի բոլոր այդ հասկացությունները եւ պայմանագիրները, որ Միացյալ Նահանգները կնքել են, դրանք խնդիրներ են առաջացնելու։ Այսինքն ոչ թե սա կապված է Փաշինյանի հետ կամ այս անձի հետ կամ այն անձի հետ, Միացյալ Նահանգների շահերը բխում են, որ ժողովրդավարական թևը ընտրվի, նաեւ կարևոր չի ով է ներկայացնում այդ թևին, որ այս գործընթացը շարունակվի։ Նայեք, եթե ունենայինք օրինակ պրոռուսական կուսակցություններ, ովքեր ասեին, որ մենք կողմ ենք Թրիպի նախագիծին, եւ եթե մենք հաղթենք, ոչի բան չի փոխվելու, ոչ մեկ խնդիր Միացյալ Նահանգները ոչ մեկ խնդիր չեն ունենա, այո, բայց իրենց համար ակնհայտ է, որ պրոռուսական թևերը փորձելու են ամբողջովին խոչընդոտեն եւ փլուզեն այս գործընթացը, դրա համար իրենց շահերը բխում են, որ ժողովրդավարական թևը հաղթի։ Ազդեցության առումով նայեք, ես շատ կարևոր մի բան կասեմ, այս Թրամփի աջակցությունը
ուղեցված չէր Հայաստանի ներքին քաղաքական դաշտում, որովհետև Վաշինգտոնի համար բոլորի համար ակնհայտ է, ոնց որ նշեցի, որ կուսակցությունը ունի այն հավանականությունը, որ հաղթի։ Թրամփի հայտարարությունը աջակցությունը շատ կարևոր աշխարհակաղակական մասշտաբով, երբ որ նա մեր բոլոր հարևաններին ասեց, որ Հայաստանը իր համար կարևոր է։ Եթե ինքը մի անձի, մի վարչակազմի աջակցում է, նա արդեն բոլորին տեղեկացնում է, որ այս երկրին, այս վարչակազմին չեք կարող ձեռք տալ։ Այսինքն սա զսպողական մի քայլ էր մեր այն տարածաշրջանի հարևաներին, որ եթե ձեր մտքից նպատակներ ունեիք, օրինակ, նամանավանդ կլինի Բաքուն, կլինի ով ուզում է թողնի, որ ուզենաք անեք, ինչ որ դուք ուզում եք անեք, անցյալում եք արի եւ ապագայում կարող է ձեր մտքից անցնի, խնդրում եմ այդ մտքերը մի անդրեք, որովհետեւ այս երկրը իմ համար կարեւոր է։ Մենք պետք է նայենք սա ավելի աշխարհակաղակական եւ անվտանգության տեսանկյունից, որտեղ ներքին քաղաքական դաշտում ակնհայտ է, որ սա ոչ մի ազդեցություն չի ունենալու, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը իր որոշումները կայացել են եւ Թրամփի աջակցությունը չկոնվորոշված քվեարկողի մտքերը չի փոխելու։ Շնորհակալություն եւ հակառակը նույն հարցը դիտարկենք հակառակ կողմից մենք հիշում ենք որ հայ-ամերիկյան հարաբերությունները խարտիայով սկսվեցին եւ Բայդենի օրոք սկսվեց առաջին ստորագրված փաստաթուղթը դա էր եւ ելի կար մտավախություն որ ահա հիմա Թրամփը կգա եւ Թրամփը կչեղարկի մենք տեսանք որ ոչ չչեղարկվեց այլ ավելի խորացավ եւ շատերը ովքեր պայմանավորում էին այս պայմանագրերը նախագահի ելի պերսոնայով այսինքն անձնավորում էին ասում էին Թրամփն է հիմա երաշխավորը եւ հիմա էլ ասում են նոյեմբերին Թրամփի վարկանիշը իջել է նոյեմբերին վստահ չենք նա կստանա աջակցություն Թրամփը կշարունակի պաշտոնավարել հարց որքանով է անձնավորված այս պայմանագրային փոխհարաբերությունները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների եւ արդյոք սա ոչ թե Թրամփի, ոչ թե Բայդենի, այլ Միացյալ Նահանգների շահերի մասին է խոսում, մանավանդ որ Ռուբիոն այստեղ ընդգծեց, որ ամերիկյան շահերի մասին է եւ տարածաշրջանային Հայաստան, Ադրբեջան, տարածաշրջանային երկրների շահերից է բխում այս ամենը, ինչ մենք անում ենք։ Անձնավորված է Թրամփով է պայմանավորված եւ որքանով։ Իհարկե ոչ, ամբողջովին անձնավորված չէ, այո, Թրամփը շատ կարևոր դեր տարավ, երբ որ իրենք ճնշում դրեցին Ալիևի վրա, որ Ալիևը համաձայնվեր օգոստոսի 8-ի գագաթնաժողովին, բայց ոնց կարող է մի անձի վրա պայմանավորված լինի, երբ որ բոցո դուք նշեցիք, մենք Բայդենի վարչակազմից ունենք այս գործընթացը, Թրիփի նախագծի տարբերակները արդեն Բայդենի վարչակազմի ժամանակ իրենց արտգործնախարարությունը Բլինկենի ժամանակ իրենք տարբերակներ արդեն մշակել էին այսինքն այդ առումով մենք ունենք ինստիտուցիոնալ շարունակություն եւ եթե մի քայլ Միացյալ Նահանգների շահերին բխում է բնականաբար դա կարեւոր չի որ անձն է կա որ վարչակազմ է բայց այս ինստիտուցիոնալ մոտեցում է այդ առումով ոնց որ անցյալում ենք քննարկել դուք մենք չենք կարող գտնել օրինակ Միացյալ Նահանգներում մի դեմոկրատ որը բոլոր հարցերում օրինակ դեմ է Թրամփին, այո, բայց այդ նույն դեմոկրատները այս նախագծի հետ կապված, այս ծրագրի հետ կապված իրենք աջակցում են եւ կողմ են։ Այսինքն սա քաղաքականացված խնդիր չէ Միացյալ Նահանգներում, դրա համար երբ որ Միացյալ Նահանգները մի հարց քաղաքականացված է, դա ուզում ինչ է կոչվում, որ անձերի հետ կապված չի, անձի հետ կապված չի, բայց ավելի երկրի շահերի եւ ինստիտուցիոնալ գործընթացների հետ է կապված։ Եվ բոլորիս համար արդեն դա ակնհայտ է։ Այո, մենք Հայաստանում շատ ենք լսում այդ կներեք այդ պրիմիտիվ տրամաբանությունը, որ չգիտեմ, երկուսը նստել են իրար հետ հասկացողության եկի, բայց եթե անձրից մեկը հետ կանգնեց, ամբողջ ամեն ինչ կփլուզվի, տենց չէ գործընթացը։ Խոսում ենք միլիարդերի ներդրումներ, մենք խոսում ենք լայն աշխարհակաղակական ռազմավարություն, մենք խոսում ենք Միացյալ Նահանգները ամբողջովին Հայաստանի Հանրապետությունը դարձնում է իր տարածաշրջանի անկյունակարը, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը համապատասխանում են։ Այսինքն այդ առումով, եթե տեսնում ենք մեր շրջադարձը դեպի արևմուտք, բերել է այն արդյունքները, որ բերել է եւ Միացյալ Նահանգները եւ արևմուտքը ընդունում են մեր շրջադարձը եւ արդեն գնում ենք դա իրականացնենք եւ հզորացնենք, անձը դառնում է երկրորդական, որովհետեւ
Թրամփից հետո ով է լինի նախագահան, չգիտեմ, կլինի Մարկո Ռուբիոն, կլինի Ջեյդի Վենցը, կլինի դեմոկրատներից օրինակ Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը, տարբերություն չկա։ Իրենք շարունակել են այս գործընթացը։ Սա բոլորին ակնհայտ է եւ յուրաքանչյուրը, որ ասենք փորձ ունի Washington DC-ում, մտնում է Սպիտակ տուն, մտնում է արտգործնախարարություն, այս տեսակի թեմաները քննարկել իրանց մոտ իսկապես լինում է ծաղրելի, որովհետեւ իրենք ասեն դուք երևի ոչի բանից չեք հասկանում, յուրաքանչյուրը որ այդ տեսակի հարց եք տալի։ Շատերը ներողություն շատ քաղաքական կուսակցություններ, որոնք հիմա նախընտրական իրենց այս բանավեճերում կամ իրենց ծրագրերը ներկայացնելու Թրիփի հետ կապված, տեսեք, այլ ձևակերպում են տալիս, ասում են, հա, Թրիփի մենք չենք չեղարկի Թրիփի հետ, ուրեմն այդ նախագծի շուրջ պայմանավորվածությունը, բայց մենք պնդում ենք, որ երաշխավորներ պետք է լինեն, շատ երաշխավորներ։ Ենթադրվում է արդյոք, որ շատ երաշխավորներ կամ տարբեր երաշխավորների մեջ նկատի են առնում Ռուսաստանին եւ ովքեր են այդ շատ երաշխավորները եւ արդյոք իսկապես Ռուբիոն այսօր ասում է խարիսխ է, երաշխավորություն բառը չի օգտագործում, ասում է այդ նախագիծը խարիսխ է, արդյոք շատ երաշխավորների կարիք կա։ Առաջինը ուրեմն կարիք կա երաշխավորները, որ շատ լինեն, դա ինչ է նշանակում, երաշխավորում են նախագիծը եւ երկրորդը արդյոք շատի մեջ նախատեսվում է Ռուսաստանը։ Նայեք, չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց ովքեր երաշխավորության մասն են խոսում, դա կատեգորիկ 90 թվերի տրամաբանություն է։ Կատեգորիկ տգետ մոտեցում է, որովհետև ժամանակակից աշխարհակաղակականության մեջ միջազգային հարաբերությունների մեջ այդ տրամաբանությունը այլևս չի աշխատում։ Դրա համար Միացյալ Նահանգները այլևս չի խոսում երաշխիք լինել X երկրին։ Եվրոպան ամբողջովին դրա մասին չի խոսում, Չինաստանը դրա մասին չի խոսում։ Ժամանակակից նախընտրած աշխատանքի մեթոդաբանության ձևը դա ռազմավարական գործընկերություն կնքելն է, ոչ թե երաշխիք լինելը կամ երաշխավորել X ծրագրին։ Այսինքն ոչ մի երկրի շահը այլևս չի բխում, որ իրենք երաշխավորեն X նախագծի կամ X հարաբերությունների։ Այդ տրամաբանության այդ մտածելակերպը այլևս չի աշխատում ժամանակակից միջազգային համակարգի մեջ։ Դրա համար ովքեր այդ առաջարկումը անում են, ինչին եմ գալ, իրենք չեն հասկանում ոնց է ներկայիս միջազգային համակարգը աշխատում եւ իրենք մնացել են այդ նույն 90 թվերի տրամաբանության մեջ։ Երբ որ խոսում ենք երաշխիքների մասին, միայն համակարգը այո, երաշխավորի X հարաբերություններ կամ X նախագիծի արդյունավետ աճը։ Այսինքն պետք է ունենաս ճիշտ համակարգ, այդ համակարգը այն դերակատարները, որ գտնվում են այդ համակարգի մեջ, իրենք իրենց պահելաձևը կփոխեն եւ դա կբերի այն արդյունքներին, որ բոլորը նախատեսել են։ Հիմա Թրիփի նախագծի հետ կապված Միացյալ Նահանգները երաշխիքություն չեն անում, ոչ երաշխիք չկա, չի կարող լինի, բայց այն համակարգը, որ ստեղծվել է, այո, ոչ մի երկրի տարածաշրջանում չի կարող խոչընդոտի կամ փլուզի այս գործընթացը։ Ինչի համար, նայեք։ Միացյալ Նահանգները չի գալի եւ ասում ես երաշխավորում եմ սա եւ նա, բայց Միացյալ Նահանգները ասում է, որ իմ շահերը բխում են այս ծրագիրը իրականացվի։ Եթե X երկիր քայլեր դիմելու այս գործընթացի հանդեպ, որ մնա խնդրի ունենալու Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն Միացյալ Նահանգների շահերը եւ իդրիկ որոշում արդեն դառնում են զսպողության մի գործիք։ Այդտեղ չենք խոսում երաշխավորության մասին, խոսում ենք շահերի իրականացման եւ ռազմավարության մասին, որը զսպում է, այո, այլ դերակատարին եւ թույլ չի տալի նա փորձի ապա կառուցողային քայլերի դիմի։ Եվ այլն եւ այլն։ Այն տրամաբանությունը, որ հիմնված է այդ երաշխության ռազմավարության վրա, դա ամբողջովին հիմնված է այդ հին սովետառուսական կախվածության համակարգի մտածելակերպի վրա, որ կգա X հազար երկիր, կգա X փրկիչ, կլուծի մեր խնդիրները, մեր հարցերը եւ դրա համար հետո մենք ունենանք ինչ որ կունենանք, բայց դա արդեն բացառում է ժամանակակից քաղաքական համակարգի մեջ, միջազգային համակարգի մեջ։ Այդ առումով երաշխիքների մասին խոսալը իսկապես ոչ լուրջ մոտեցում է։ Հիմա այն անձերը կամ այն կուսակցությունները, որ փորձում են այս հարցի շուրջ խոսալ, չեմ անում իրանք Ռուսաստանին նկատի ունեն, թե չունեն, չեմ անում, բայց ոնց կարա Ռուսաստանը երաշխավորի մի նախագիծ, մի ծրագիր, որը հակասում է իր շահերին։ Այո, ոնց կարա իրականչուր երկիր ներգրավված լինի այս լայն ռազմավարությանը, երբ որ
իրենք իրենց շահերը չեն բխում եւ հակասում են այս իրադարձություններին։ Այսինքն պետք է հասկանանք, որ այս երաշխիքների մտածելակերպը, եզրույթը, որ օգտագործում են, ամբողջովին կտրված է իրականությունից։ Եվ եթե նայում ենք օրինակ տանք Ուկրաինայի հակամարտությունը, հայո, որը Ուկրաինան ամենաբարձր հավանականություն ունի, որ Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից ստանա, չէ, երաշխիքների, ասենք, տարբեր բաներ, իրանք դա չեն ստանում։ Բացառվում է, այդ տրամաբանությունը այլևս չի աշխատում։ Միայն երկիրները, որ գտնվում են ՆԱՏՕ-ի մեջ, իրենք կարող են օգտագործեն այդ տրամաբանությունը։ ՆԱՏՕ-ի անդամներից դուրս բացառվում է։ Շնորհակալություն։ Վերադառնանք Թրամփի աջակցության հարցին, մենք ապրիլի 1-ին տեսանք, որ Ռուսաստանի նախագահն է աջակցում որոշ քաղաքական կուսակցությունների ուժերի, որոնք մասնակցում են ընտրություններին, նա պարզ ասաց, որ դա ռուսական շահերի պաշտպանող քաղաքական ուժեր են, եւ մենք հետո տեսանք Թրամփի ուղիղ աջակցությունը։ Սա արդյոք վկայություն չէր, նախ Թրամփի աջակցությունը արդյոք չի համարվում ներազդել, խառնվել այլ երկրի ներքին քաղաքական հարցերին, նախ այդ հարցին խնդրեմ պատասխանեք, հետո Պուտինի հետ այդ զուգահեռի հաջորդ հարցը կտամ։ Ոչ, որովհետև յուրաքանչյուր երկրի նախագահ, ղեկավար, վատ էթիկա է, դա կասեմ, բայց Վենսն էլ կարծեմ, եթե չեմ սխալվում, Վենսն էլ էր աջակցություն հայտնել իր այդ դասական դիվանագիտական մշակույթի մեջ համարվում է սա վատ էթիկա, դա պետք է ընդունենք, բայց դա չի կոչվում, որ ասենք յուրաքանչյուր երկրի նախագահան իր կարծիքը հայտարարելով կամ X տեխնացուին աջակցելով նա ազդեցություն է ունենում կամ չնեմ օրենքի խախտում է իրականացնում X երկրում, այսինքն այդ առումով այստեղ այդ տեսակի խնդիր չկա։ Նույն ժամանակ Պուտինի աջակցումը դա ես չեմ համարում, այո, ճնշման մի մեխանիզմ։ Խնդիրը հետևյալն է. եթե Միացյալ Նահանգները Ռուսաստանի նման միլիոններ հատկացնեին, որ զբաղվեին հիբրիդային հարձակումներով Հայաստանի Հանրապետության վրա, կամ ընդդիմության վրա, կամ X քաղաքագործիչի վրա։ Եթե Միացյալ Նահանգները կամ այլ երկիր, այո, զբաղվեր այս տեղեկությունների հակամարտությունով, այո, եթե կիբեր հարձակումներով զբաղվեր, այդ ժամանակ կասենք, տեսեք, իրենք անում են դիմեն այն քայլերին, որը բնականաբար վնասում է երկրի ներքին քաղաքական իրավիճակին, բայց ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից ներկայիս, չի դիմում այդ քայլերին։ Այսինքն աջակցելը եւ լայն հիբրիդային արձակումը ալիքներով X երկրի կողմից X երկրի վրա, սրանք երկու տարբեր բաներ են, այո, Թրամփը ում ուզի թող աջակցի, դա ոչ մի բան չի փոխում։ Բայց եթե Թրամփը օրինակ ելնի ասի, եթե այս անձը չընտրվի, մենք կդրում ենք մեր տնտեսական հարաբերությունն այդ երկրի հետ, կամ մեր ռազմական զորամասը, մեր բազան այնտեղից հանում ենք, այդ ժամանակ արդեն գնում ենք շանտաժի լեզվի, որը կունենա ազդեցություն, բայց մենք այդ տեսակի բան չենք տեսել։ Բայց Ռուսաստանից մենք ամեն օր տեսնում ենք, այո, կլինի իրենց տնտեսական, այսինքն բանը ոնց են զենք օգտագործում մեր տնտեսական հարաբերությունները, փորձում են վախի տիրույթ ստեղծեն էներգետիկայի գազի հետ կապված եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա է տարբերությունը, որ մենք պետք է հասկանանք, աջակցելը եւ հիբրիդային աշխատանք տանելը երկու տարբեր բաներ են։ Շնորհակալություն գովաց հայտարարանք եթերում, շարունակենք այդ զուգահեռի հետ կապված Պուտինի եւ Թրամփի, այսպես չերևացող, բայց շատ զգայուն ձևով զգացվող ներկայությունը մեր ընտրություններին։ Այդ հարցի երկրորդ ճյուղը, երկրորդ հարցը ես կուղեմ ձեզ գովազից հետո։ Գովազ, դեսիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևան Post-ը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք պարոն Ներսես Կոպալյանի հետ ենք զրուցում, քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգներում է գործում, դասախոս է պարոն Կոպալյանը։ Պարոն Կոպալյան, եւ այսպես Թրամփը եւ Պուտինը ոնց որ թե իրենց քայլերը արեցին, ներկայացրեցին, որ Պուտինը պաշտպանում է այս թևին, Թրամփը աջակցություն է հայտնում, դուք ասացիք, նա ճիշտ է Փաշինյանին աջակցություն հայտնեց, բայց դուք ասացիք ժողովրդավարական ուժերի հաղթանակի դեպքում շարունակում է այս համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։ Եվ մի քիչ հեռվից եմ սկսում հարցս, քանի որ հիմա համարվում է այս պատերազմները համարվում են քաղաքակրթական ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի դեմ, եթե դուք եք համաձայն, որ դա է հիմա տեղի ունենում, արդյոք մենք կարող ենք ասել, որ այս ընտրությունները եւս բեմ են այդ պայքարի ժողովրդավարական, քաղաքակրթական պայքար է հիմա գնում Հայաստանում, ժողովրդավարականի եւ ավտորիտարիզմի պայքարն է գնալու Հայաստանում ամսի 7-ին եւ Հայաստանի քաղաքացին քաղաքակրթական որոշում պետք է կայացնի, ոչ թե քաղաքական ուժի, այսպես անձի մակարդակով, այլ որոշումը դրանով դրդված ժողովրդավարական պետություն է նա ուզում, թե ոչ, թե ավտորիտար։ Ես համաձայն եմ, որ եթե նկարագրել ենք այդ տեսանկյունից, որովհետև բոլորին ակնհայտ է, որ պրոռուսական թևը տանելու է երկիրը հետ դեպի բռնապետական համակարգի եւ ժողովրդավարական թևը բնականաբար նա չունի ուրիշ կապիտալ, իրենց լեգիտիմությունը հիմնված է հենց ժողովրդավարական հիմքերի վրա։ Հիմա մենք չունենք զարգացած ժողովրդավարական համակարգ, մենք զարգացող ժողովրդավարական համակարգ ունենք։ Դրա համար մեր քաղաքական մշակույթը չի զարգացել այն մակարդակին, որը թույլ է տալու մենք լուծենք այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք։ Եվ այդ ժամանակին, այդ պահին է, որ այն բռնապետական ուժերը կարող են չարաշահեն համակարգի թերությունները եւ իրենք դիրքավորվեն, ոնց որ իրենք դիրքավորվել են։ Դրա համար Ռուսաստանը հաճախ աշխատանք է տանում, որ իրեն է Ռուսաստանը շատ լավ գիտի, որ պրոռուսական անդիմությունը չի կարողանալու հաղթի։ Իրենք իրենց համար դա ակնհայտ է։ Այն թիմը, որ Կրեմլինը ունի, որ աշխատում է այս հիբրիդային աշխատանքների ծրագիրների վրա, իրենք բնականաբար շատ խելացի են, իրենք ամբողջովին տեղեկացված են եւ խորը հասկացողություն ունեն։ Բայց իրենց նպատակը հետեւյալն է, որ ստեղծեն անկայունություն, ցնցեն ժողովրդավարական համակարգը, որ մենք չկարողանանք զարգացնենք
այո, մեր քաղաքական մշակույթը, եւ եթե 31 թվին մենք շարունակենք այս գործընթացով, այն ժամանակ իրենց հաղթանակի հավանականությունը կբարձրանա։ Այսինքն իրենց ամբողջ նպատակը որ ճնշեն ժողովրդավարական աճը, այո, եւ չթողեն զարգացող համակարգը զարգանա։ Սա է ամբողջ իրենց նպատակը։ Այդ առումով հակաժողովրդավարական կուսակցությունները Հայաստանում, երբ որ ես իրենց ինչ եմ անվանում ռուսական պրոքսիներ, որովհետեւ իրենց զուտ նպատակը կարող է իրենք դա չեն հասկանում։ Իրանք ընդդիմության տեղն են գրավում եւ թույլ չեն տալի Հայաստանում ունենա առողջ ժողովրդավարական ընդդիմություն։ Այս ժամանակ քաղաքական դաշտը բևերացվում է։ Ունենում ենք ժողովրդավարական թևը եւ ունենում ենք թաքնված բռնապետական թևը։ Դրա մեջ որ քաղաքացին գնում է ընտրելու, ասում է ես ոնց որ կարծում եմ տարբերակ ունեմ, բայց իմ տարբերակները սահմանափակված են։ Այո, եւ օրվա վերջ բնականաբար քաղաքացին հենվելու է ժողովրդավարական թևին, որտեղ նա հիշում է Թավշյա հեղափոխությունից առաջ ինչ ձև ենք ապրել։ Բայց խնդիրը հետեւյալն է։ 31 թվին հեղափոխությունը կլինի 13 տարեկան։ Եվ ունենալու ենք ամբողջ մի սերունդ, ովքեր մեծացել են կամ ներգրավվել են քաղաքական դաշտում, որ շատ հավանականա չեն հիշելու հեղափոխությունը։ Իրանց համար ներկա նախկին տրամաբանությունը այլևս չի աշխատելու։ Իրանց համար եթե ընդունում ենք նորից, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այս ընտրությունները, իրանց համար 13 տարի արդեն ունենալու ենք նույն ղեկավար, նույն վարչակազմ։ Այսինքն իրանց համար ժողովրդավարական թավշյա ղեկավարությունը դառնալու է status quo-ն։ Եվ դա շատ վտանգավոր է, որ առումով, որ եթե մի ժողովրդավարական կամ հեղափոխական ուժ, որ դառնում է status quo, արդեն մի պահ, որ նոր սերունդը սկսում է մտնել ընտրական դաշտ, իրենք այս status quo-ի համակարգված եւ հակապետական իրենք բաներ ունենում, տրամաբանություններ ունենում եւ քաղաքական արժեքներ ունենում։ Դա յուրաքանչյուր երկրում երիտասարդությունը միշտ դեմ է քվեարկում միշտ չէ մեծամասնությունը գործող իշխանությանը գործող իշխանության այո որտեվ իրանք համակարգին դեմ են քվեարկում որտեվ իրանք status quo-ին դեմ են իրանք երիտասարդությունը միշտ փոփոխություն են եւ պրոգրեսիվ ձգտում է դեպի պրոգրեսիվ իմանայք կարող է գործող իշխանությունը լինի պրոգրեսիվ բայց որ status quo-ն է արդեն լինում արդեն խնդիրներ եք ունենում այդ առումով Ռուսաստանը աշխատելու է 31 թվին օգտագործի այդ հանգամանքը, այո, այդ տրամաբանությունը, որ ավելի ցնցի մեր ժողովրդավարական համակարգը, բայց իրենք սկսում են այս տարուց։ Իրենք 21 թվին շատ աշխատանք չտարան, որտեղ առաջինը իրենք համոզված էին, որ Արցախի պատերազմից հետո, այդ կորուստներից հետո հավանականությունը բարձր էր, որ Քոչարյանի թևը կհաղթի, բայց երբ որ իրենք տեսան իսկապես մեր ժողովրդավարական համակարգը դիմակայուն է եւ կորուստից հետո, պատերազմից հետո քաղաքացին կայացրեց ամբողջը որ կայացրեց իրենք այս ընտրություններին արդեն սկսեցին Ռուսաստան ավելի ուրիշ ակտիվ ձև աշխատել։ Մենք այս տեսակի այս մակարդակի հիբրիդային հարձակումներ չենք տեսել անցյալում, որտեղ իրենք հասկացան, որ մեր ժողովրդավարական համակարգը իսկապես դիմակայուն է։ Դրա համար դիմակայունությունը ցնցելու կամ փլուզելու համար պետք է ունենաս հեռանկար։ Դա է իրենց մոտեցումը։ Ես ներքին հարցերի շուրջ ձեզ հետ հարցազրույցի ժամանակ չեմ շոշափում այդ հարցերը, բայց խուսափում եմ մենք ավելի ժամանակ օգտագործում ենք ձեր, քանի որ քաջատեղյակ եք եւ քաղաքագիտության պրոֆեսոր եք եւ տեղյակ եք հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերություններից, բայց խոսելով ժողովրդավարության մասին, այսօր այս պահին Հայաստանի Հանրությունը ցնցում է Հայաստանի Հանրապետությանը, ներողություն հասարակությանը այն հանգամանքը, որ ճաղերի հետևում հայտնվել է Արցախից Հայաստան տեղափոխված Արթուր Օսիպյանը։ Տեսեք ինչ է տեղի ունեցել։ Հասարակությունը չի հասկանում ժողովրդավարություն քարոզող, ժողովրդավարությունը որպես իր հիմնական հաղթաթուղթ համարող Փաշինյանը, այսօրվա իշխանությունը, ինչու է խոսքի համար, խոսքի պատճառով, գրառման պատճառով ճաղերի հետևում պահում քաղաքացուն եւ համարում է, որ դա հակաժողովրդական է, ժողովրդավարական է այս քայլը, ասում են Փաշինյանը եւս ժողովրդավարական բան չի, ղեկավար չի։
Նայեք, առաջինը ես համոզված չեմ, որ այդ հրամանը Փաշինյանից է եկել։ Մենք այսինքն եթե համոզված ենք, որ մեր համակարգում ոստիկանությունների աշխատանքը չի տանում, դատախազների աշխատանքը չի տանում եւ իրենք միայն հրամանով են աշխատում, որում մենք չունենք ժողովրդավարական համակարգ։ Բայց վստահ եմ բոլորի համար ակնհայտ է, որ տես չի մեր համակարգը։ Դա առաջինն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության ինստիտուցիաները հենց մենք շատ լուրջ բարիփոխումների խնդիրներ ունենք։ Ինչու եմ ասում, որ Հայաստանը զարգացող եւ ոչ զարգացած, մենք ինչ չենք համարում զարգացած ժողովրդավարություն, որտեղ մեր ինստիտուցիաները զարգացած չեն։ Հիմա եթե օրինակ X դատախազ կամ X ոստիկան ուզում է դիմի այն քայլերին, որ կարծելով իր ղեկավարին նա ուրախ է պահելու եւ անում է ինչ որ նա անում է, այո, դա մենք չենք կարող կապենք ղեկավարության հետ ու ասենք վերևից է հրամանը եկե։ Մենք պետք է ասենք, որ ունենք շրջանակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ովքեր որ ուզում են փորձեն այդ քաղաքական քայլերը իրենց կարիերայի համար կամ եւ այլն։ Այս թերությունը միայն Հայաստանում չէ։ Ունեցել ենք Լատինական Ամերիկայում, տարբեր երկրներում։ Ինչ որ վերաբերվում է Օսիփյանի հետ կապված, բնականաբար դա իմ մասնագիտությունը չի, բայց իմ հասկացողությունը հետևյալն է։ Առաջին ես նորից եմ ասում, ես չեմ մանում եւ չեմ կարծում հրամանը վերևից է եկել, դա մի քիչ շատ հասարակ մակերեսային վերլուծական մոտեցում է։ Երկրորդը որ հիմքերի վրա են իրեն ձերբակալել։ Սա խոսքի ազատության խնդիր է, թե այն հայտարարությունը նա ինքարել է, որ չգիտեմ վարչապետի ողնաշարը կոտրելու է, թե փշրելու է եւ այլն, դա արդեն գնում է սադրանքի թեմա։ Այսինքն եթե նայեք օրինակ Միացյալ Նահանգներում կամ յուրաքանչյուր ժողովրդավարական զարգացած երկրում, եթե X-ի անձը այդ տեսակի հայտարարություն անի, այո, օրինակ ասի Թրամփի ողնաշարը փշելու եմ, եւ Թրամփին քարոզարշավի ժամանակ գնա եւ իրեն գտնի եւ սկսի իր բանավեճի մեջ մտնել։ Այնտեղ բնականաբար խնդիրներ առաջանա։ Ինչպիսի խնդիրներ, ինչպիսի ռեակցիա կլիներ։ Իրավունք չունես յուրաքանչյուր երկրում նախագահի կյանքին վտանգ սպառնես կամ այդ տեսակի հայտարարություն անես։ Մեզ չեմ արդարացնում։ Չէ, հասկանալի է, ես հենց բայց երկու դպրոց կա, մի դպրոցը ասում է, որ նա սադրանքով է զբաղվում, ինչ ուրանք ունի երկրի վարչապետի հանդեպ օրենքի խախտում է, այո, վտանգ է սպառնում։ Եթե մի անձին ասես ես քո ողնաշարը փշելու եմ կամ կոտրելու եմ, դու իր կյանքին վտանգ է սպառնում, այո, դա տեղով արդեն ունենում օրենքի առումով ստեղծում են խնդիրներ, որ ստեղծում է։ Բայց եթե յուրաքանչյուրը ասում է դա բավարար չի եւ ես դա համարում եմ ավելի ազատ խոսքի խնդիր, քանց թե վտանգ սպառնել վարչապետին, դա արդեն գնում ենք ուրիշ քննարկման։ Երկու դպրոց կա այս հարցի շուրջ, բայց ինչին եմ ես գալի։ Մի դեպքով երկրի ժողովրդավարական համակարգը չի որոշվում։ Այո, ունենք համակարգված ազատ ձայնի ճնշում, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն չունենք խնդիր։ Դեպքեր լինելու են բնականաբար։ Շնորհակալ եմ։ Էներգետիկայի գազի հետ կապված ժամանակս պարզապես սպառվում է, բայց այս հարցը շատ կարևոր է, որովհետև Ռուսաստանը ամբողջ գործիքակազմն է, դե ամբողջը չէ, չգիտենք ամբողջը որն է, որտեղ ռազմաբազայիննել ենք, շատ անհանգստություն է առաջացնում ռազմաբազայի ներկայությունը Գյումրիում Ռուսաստանի, որի մասին ակնարկներ եղել են Ռուսաստանից, բայց խոսենք էներգետիկայի գազի հետ կապված, ասում են գազի գները կբարձրացնենք, ընդհանրապես կկտրենք, կվերացնենք մեր բոլոր պայմանավորվածությունները եւ Հայաստանը հարց արտահանումը Հայաստանից կասեցնում են, գազը դադարեցնում են, սոցիալական վիճակը, ես նկարագրում եմ, ասենք օրինակ ինչի վրա է հաշվարկը կառուցվում, սոցիալական վիճակը վատանում է, ժողովուրդը ընդվզում է, դուրս է գալիս եւ անգամ եթե Նիկոլ Փաշինյանն է հաղթում ամսի 7-ին, նախ վախից դրդված պետք է չընտրել երևի Նիկոլ Փաշինյանին ենթադրում է Ռուսաստանը այս իր գործողություններով կամ եթե անգամ ընտրի ընտրություններից հետո ցնցումներ կլինեն սոցիալական վիճակը կվատթարանա ժողովուրդը մթի ցրտի սովի մեջ կթաղվի եւ կսկսեն մինչ քաղաքացիական պատերազմը գուցե կհասնի դուք ինչ եք կարծում այս հաշվարկները հասարակությունը այսպիսի հեռանկար է նկարագրում իրար ուղարկում են այսպես սրա խոսացածը նրա խոսացածը վախի ահի տարածում շանտաժի տարածում ինչ լուծումներ կան որոնք մասին այսօր կարող եք խոսել որպեսզի ժողովուրդը դա էլ տարածի իրար մեջ եւ ալտերնատիվ տեսակետի հնարավորություն ունենա
Վստահ եմ մեծամասն ակնհայտորեն սա շատ չափազանցված ծայրահեղ մտքեր են Ռուսաստանը չի կտրելու Հայաստանի գազը, որտեղ շահերը բխում են, որ նա շարունակի այս կախվածության համակարգը իրենց տեսանկյունից պահպանի, որտեղ եթե նա գազը կտրի, արդեն նա Հայաստանին ոնց որ աջակցում ասում է գնաք տնացեք դեպի ուրիշ ճանապարհ, Ռուսաստան այդ կամուրջը ես այրում եմ։ Ռուսաստան դա չի անելու։ Գները կբարձրացնի միանշանակ այդ հավանականությունը շատ բարձր է, բայց Հայաստանը ապա հիբրիդացման ամբողջ ռազմավարություն է մշակել, որ այս կարողանանք դիմակայենք այս տեսակի խնդիրների հետ։ Եվ եթե հետևում եք, պետք է ակնհայտ լինի, որ այդ զանգը այս երկու օրը արտգործնախարար Միրզոյանը, որ պետք է ունենա Եվրոպական միության հետ, երկար ժամանակ սա մենք քննարկում ենք, Եվրոպական միությունը պատրաստ է գա եւ Հայաստանին օգտակար լինի այս առումով, այսինքն թե Ռուսաստանը գները բարձրացնելու է, այո, մենք ստանանք այդ գումարները Եվրոպական միությունից, որպեսզի ապրահիբրիդացման ծրագրի մի մաս, որը գները չի բարձրանա քաղաքացու համար։ Եթե Ռուսաստանը շարունակելու է, այո, օգտագործել այդ հիբրիդային գործիքները, որ թույլ չի տալի մեջ գտեմ մթերքը կամ եւ այլն խմիչքները, այն բաները, որ մենք մտցնում ենք ռուսական շուկա, շատ լավ։ Եվրոպասն ասացին, որ իրենք այդ գործընթացը արագացրել են, իրենց շուկան բացրել են Հայաստանի համար։ Այսինքն մենք տարբերակներ արդեն ձեռք բերել ենք, դրա համար որ խոսում ենք ապահիբրիդացման մասին, ինչի նկատի ունենք։ Մենք գիտենք, որ X երկիրը Ռուսաստանը ունի այդ գործիքները եւ ինքը օգտագործել է այդ գործիքները տարբեր ժամանակներին մեր դեմ։ Եվ նա որ պահին որ այդ գործիքը օգտագործես, մենք դրա պատասխանը պետք է ունենանք, այլ ընտրանքը պետք է ունենանք։ Դրա համար, եթե գներ իրենք բարձրացնեն, ժողովրդի գները չի բարձրանա։ Եթե շուկան փակեն, մեր համար արդեն ուրիշ շուկաներ է բացվում։ Լուծումները այդպես են գտնում։ Բայց նույն ժամանակ ես ինչքան Ռուսաստանին քննադատում եմ այս հարցերով, նորից եմ ասում, Ռուսաստանի շահերը բխում են, որ իրենք կառավարեն այս խնդիրը, ոչ թե ամբողջովին կտրեն։ Որովհետև եթե իրենք կտրեն, իրենց տեսանկյունից, իրենք այլևս չեն ունենում ոչ մի ճշմարիտ լծակ Հայաստանի վրա եւ Հայաստանի գործը հեշտացնում են, որ ամբողջովին գնա դեպի Եվրոպա։ Այսինքն, եթե այդ հաշվարկը այնպիսին է, որ մութ ու ցուրտ տարիներով են մեզ նորից վախեցնում, հիշեցնում եւ վախեցնում, եթե մութ ու ցուրտ տարիները 90-ականների մասին էր խոսքը, մենք հանկարծակի եկանք եւ այո, մենք անցանք այդ տարիներով նախապատրաստված չէինք, այս դեպքում մենք նախապատրաստված ենք, որովհետեւ այս նախագիծը, այսպես ասած, այս հեռանկարի մասին մենք արդեն 1 տարի, 2 տարի է ինչ մտածում ենք եւ ինչ որ բան ձեռնարկել ենք եւ անպատրաստից չենք այդ իրավիճակին։ Պատրաստված ենք եւ բացառվում է, որ Հայաստանը վերադառնալու է այդ 90 թվերի իրավիճակը։ Դա ովքեր որ թեմաներ մասին խոսում են, էքսպորտ փոխում են այս վախի տիրույթը ստեղծեն, որը չի աշխատելու։ Ես շատ շնորհակալ եմ ձեր զրույցի համար, ձեր ժամանակի համար եւ ձեր պատասխանների։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ներսես Կոպալյանն էր մեր զրուցակիցը, քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Նյուվադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս։ Զրույցը Վարդան Մերգայանի Առաքելյանը։ Բարին ընձեզ։